ասեմ մեր ունկնդիրներին, որ ես թանկ եմ վճարում իմ կարծիքները հրապարակելու համար, որովհետև երեկ ինձ հրավիրեցին կենտրոնի քննչական բաժին եւ ասացին, որ 13 թվականին ես իբր դատարանի որոշումը չեմ կատարել եւ դրա համար իմ դեմ քրեական գործ է հարուցվում, որ ես 13 թվականին իմ դեմ ընդունված դատական որոշումը չեմ կատարել։ Այսինքն կատարել եմ նյութական մասով մի քանի միլիոն դրամ վճարելով եւ դրանով իսկ հանելով մայրական տունը կալանքից, քաղաքագետների միության գրասենյակը կալանքից, բայց բովանդակային մասը, այսինքն չեմ հայտարարել, որ ես ուխտ եմ, ինչը դատարանը պահանջում էր, Սերժ Սարգսյանական դատարան։ Հիմա ուրեմն քննիչները երիտասարդ քննիչ, բայց գործի մասին կասեք, ինչի մասին էր խոսքը։ Գործը այն մասին է, որ դա հայտնի գործ է, որ ես մասնակցել էի ընտրություններին 12 թվականից, ստեղծել էի միասնական շտաբ, միասնական շտաբում ձևավորվեց այն հրաշալի քարյակը, որը 15 թվականին շատ քիչ էր մնում, որ գար իշխանության, բայց Ծառուկյան Գագիկը, որ ասել էր, որ անբարոյական զավակ կլինի նա, ով նահանջի, ես բառացիորեն ասել էր, եթե ես նահանջեմ այս ճանապարհից պայքարի, ես անբարոյականի զավակ եմ, բայց ինքը գիտենք ինչ տեղի ունեցավ, Մոսկվայից ժամանեց Սամվել Կարապետյանը եւ նրանք Հովիկ Աբրամյանի հետ միասին դոմփեցին, ներեցեք, բանը թակեցին, թե ինչ արեցին Գագիկ Ծառուկյանի գլխին, հա։ Դուք սա հատուկ ասացիք։ Դոմփե չէ, այդպես էլ ասել էր։ Թե նախատեսում եք, որ ես կրճատելու եմ այս հատվածը։ Ինչու կրճատեք։ Հովիկ Աբրամյանը ասեց, որ մենք դոմփեցինք Ծառուկյանի գլխին։ Եվ հա, եթե նա համարձակվի իր խոսքի տերը լինել, այսինքն գնալ մինչև վերջ, մենք կդոմփենք եւ հարցը դրանով կփակվի։ Բայց այդ ամեն ինչ տեղի ունեցավ խորհրդանշական հանդիպումից հետո Սամվել Կարապետյան, Հովիկ Աբրամյան եւ Գագիկ Ծառուկյան, որը տեղի ունեցավ Հովիկ Աբրամյանի հայտնի ազգային ժողովի նմանակով կառուցված դղյակում, մանումենտի դղյակում, այդ հայտնի մանումենտի դղյակում, որը Հովիկ Աբրամյանին օգնեց վաճառել ԿՊ-ն, ներկայիս իշխանությունը, վաճառել եւ ուրեմն ձերբազատվել խառը իրավիճակում այդ դղյակից, այդ հենց դղյակում տեղի ունեցավ այդ խորհրդավոր հանդիպումը, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանին համոզել են, ստիպել են, որպեսզի նա հրաժարվի պայքարից եւ գնա տուն։ Դրանով ավարտվեց, բայց հրաշալի ես եթե լինեի այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանի կողքին, ես նրա վախը հաստատ կբռնեի, բայց իր կողքին չեղավ մեկը, ով կարողանար իր վախը բռնել։ Լավ, 13 թվականին ոչ էլ առաջին նախագահն դա կարող է, Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է։ 13 թվականին ուզում եք միասնական շտաբ ստեղծել։ 12 թվականին ես կարողացա Գագիկ Ծառուկյանի վախը բռնել, երբ որ նա հրաժարվում էր դիմել սահմանադրական դատարան, երբ որ մենք առաջ էինք քաշել այն պահանջը, որպեսզի ընտրություններից հետո ընտրություններին մասնակցած եւ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները փակցվեն պատին եւ հրապարակվեն դրանով իսկ որպեսզի մարդիկ իմանան, որ իսկապես մասնակցությունը, այսինքն կրկնակի մասնակցության դեպքեր չեն եղել, որպեսզի մարդիկ իմանան, որ մասնակիցների իրական չափը համապատասխանում է վերջնական թվերին։ Սա շատ կարևոր հարց է, որ մենք այդ հարցով պետք է դիմենք սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է համապատասխան քանակությամբ պատգամավորների ստորագրություններ, ուրեմն ինչպես Օսկանյանը հայտարարել էր շտաբի նիստում, միասնական շտաբի Գագիկ Ծառուկյանը հրաժարվում էր հրահանգել իր պատգամավորներին, որպեսզի նրանք ստորագրեն եւ դրանով իսկ այդ գործը ձախողվում էր, բայց հետո ես կարողացա նրան համոզել, այսինքն կարողացա նրա վախը բռնել։ Դա հատուկ հմտություններ է պահանջում, այդ հմտությունները ես ունեի, դրա համար Սերժ Սարգսյանը ամեն ինչ արեց, որպեսզի ես խորհրդարան չմտնեմ։ Ասեմ, որ առանց Սերժ Սարգսյանի որևէ մեկը օծը նույնիսկ իր պորտով չէր կարող մտնել ազգային ժողով։ Այդպես է եղել,
20 տարի շարունակ եւ ժողովուրդը դրանից զզված եւ հիմա տեսեք ինձ հրավիրում է ես քննիչին ասում եմ լսեք դուք ընդունում եք որ այս երկրում տեղի է ունեցել չասեմ հեղափոխություն արմատական փոփոխություն իշխանափոխություն դուք դա ընդունում եք 18 թվականին բայց դուք ընդունում եք որ մինչեւ 18 թվականը դուք ընդունում եք այս գործող վարչապետի հրապարակումները արտահայտությունները գնահատականները որ դատարանները եղել են կողմնակալ կատարել են պատվերներ եւ այլն թե այդ հայտարարությունները ընդամենը ձևի համար են եւ արևմուտքի ականջների համար են դուք դա պատասխանեք այդ դուք իրավունք չունեք հարցեր տալու եւ այլն ես չեմ հասկանում ես որպես վկա եք ինձ ներգրավել այս գործում սկզբից որպես վկա հետո կասկածյալ իրանց բանն է էլի փուլերով տանում են ուրեմն լավ ես որպես վկա իրավունք չունեմ դες հարց տալ ինձ հետաքրում է վաղեմության ժամկետ գոյություն ունի 13 թվականին դուք ասում եք ես դատարանի որոշումը չեմ կատարել այս ընտրությունների նախորյակին դուք մի մարդու որը այդ ընդունակությունները ունի համախմբելու ընդդիմադիր դաշտը համախմբելու իր եզակի ընդունակությունները ցույց է տվել հանրությանը 12 թվականին ինչի համար ամենապես ինքը դուժել է բայց միասնական շտաբի անդամ 4 կուսակցություններն էլ հաղթահարել էին 5%-անոց չեն այժմ դուք եւս ուզում եք միասնական շտաբ իհարկե դա հասկանալի է դրա համար հայտարարել են դրա համար էլ ինձ հրավիրում են եւ ուզում են մի 3 տարով փագեն էլի որ ես դատարանի որոշում չեմ կատարել դատարանի 13 թվականի Սերժ Սարգսյանական դատարան այդ նույն ժամանակ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվում է եւ նա ստանում է հնարավորություն որպեսզի երկրից դուրս գա օրինակ գնա Մոսկվա եւ իր ուրեմն օլիգարխներին այնտեղ շատ օլիգարխներ են ինքը տեղավորել 20 տարիների ընթացքում անուններ չտամ եւ նաեւ Ղարաբաղյան ցակումով շատերի որպեսզի նրանցից այսպես ասած դրամահավաքանի փոխհավաքի բերի այդ հնարավորությունը նրան ընձեռել են նու երևի կարող է մտածում են թող բերի հետո մենք կարգրավենք համենայն դեպս արդեն իսկ ընտրությունները մտել են ուժային դիմակայությունների դաշտ եւ ինձ քաշտալը հնչական սիրելի հայրենակիցներ դրա վկայությունն է մինչ այժմ ձեզ չեն անհանգստացրել այդ հարցերով ոչ ես ասեմ եւ ամենահետաքրքիրը ինչ էր որով ամենահետաքրքիրը այն էր որ ուրեմն իմ դեմ այն ժամանակ հայտ ներկայացած անձնավորությունը Սենիկ Ջուլակյանը մենք շենքի համասեփականատերեր ենք որտեղ գտնվում է իմ գրասենյակը առաջի հարկում ինքը երկրորդ, երրորդ, չորրորդ հարկերի սեփականատերն է գրավոր ներկայացրել է որ ինքը պարտք ու պահանջ չունի որ մենք բարի հարևաններ ենք դուք գործից եք խոսում դուք փաստորեն ինչ եք արձանագրում պատկերացրեք մարդը ասում է ես իմ հայցը հանում եմ 10-13 թվականին դուք միտում եք տեսնում ոչ թե միտում հասկանում եք ինչի մասին է խոսքը մարդիկ այսօր ես ուրեմն մենք ծրագրեր ունենք այնտեղ ուզում ենք Երևանի ամենաներկայանալի մասը սարքին միասին Այդ մարդն հիմա էլ հիվանդ է, իմ սրտին դարդ է եղել, որ զանգ են տվել իրան, անհանգստացրել են, նա գրավոր ներկայացրել է, ինձ էլ հայտնեց, որ ինքը մենք եղբայրներ ենք այսօր դառել։ Պարոն Հովհաննիսյան, դուք սա պատմում եք որպեսզի ներկայացնեք։ Կրվածնել է ժամանակին, հիմա Սերժը հասկանալի է։ Կարծես թե չկար, մենք չպետք է կռվենք, բայց էլի կռվածնում է։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այս երկիրը էլի Սերժն է ղեկավարում, թե կա երկու իշխանություն, մեկը ԿՊ, մյուսը Սերժը եւ կամպանիան, բայց շատ հետաքրքիր է, որ այսօր դուք խոսում եք ընտրությունների մասին, ամենամեծ մեխը այս ընտրությունների այսօրվա վիճակով է նա, այս ընտրարշավի նախորդի մեխը Այնա որ Սերժը եւ Նիկոլը եկել են ընդհանուր հայտարարի եւ այդ ընդհանուր հայտարարի գալու շրջանակներում հմայակին տանում են էլի դատու դատաստանի ընդհանուր հայտարարի գալու եզրակացությունը ինչի հիման վրա եք անում դուք որ իրար եկել են ոնց ինչպես միայն այդ փաստի որ ձեզ կանչել են մի րոպե չխափանման միջոց այդ ժամանակի մեջ երբ որ երկու իրադարձություն համընկնում են, դա պատահականություն չի, այն որ հայտնի հեռուստալրագրող ասում է совпадение, не думаю, դա ուղղակի համընկել է այդպես, որ ինձ քաշեն տալի դատարան երկու օր հետո, այն բանից երկու օր հետո, երբ որ հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը
չբացակայելու երկրից փոխվել է։ Պարոն Հովհաննիսյան, Այսինքն նա այսօր լիարժեք, իսկ ինձ համար շուտով անպայման, ես կանխատեսում եմ 20 մանվի խափանման միջոց, անպայման, ճիշտ է, ես շատ տուժել եմ, ես անպայման ակտիվ մասնակցություն եմ ունենալու այս ընտրավշավում։ Ինչպես։ Երկու տարբերակ կա, մեկը այո, այդպիսի շտաբ միասնական, մյուսը այդ իմ հրապարակային հաճախակի կարճ եւ սպառիչ ելույթներով տեղի է ունեցել փոխհամաձայնություն Սերժ Սարգսյանի հետ։ Սերժ Սարգսյանը դա քաղաքական փոխհամաձայնություն։ Սերժ Սարգսյանը դա այն ուրեմն անձնավորությունն է, որը պարզապես տիրապետում է ստվերային թելերին, որոնցով խաղացնում է շատ շատերի, եթե շատ շատերի, այդ ստվերային դերում է նա և այդ առումով ասեմ, որ եթե այսօր Բագրատ Սրբազանը կամ Գալստանյան Բագրատը տարբեր են ասում, ուրեմն նստած է բանդում, դա Սերժ Սարգսյանն է, որովհետև Սերժ Սարգսյանը ունի հատկություն գրկախառնությամբ խեղդելու մարդկանց, այսինքն նա գրկում է, փաթաթվում, այդպես նա խեղդեց Վազգեն Սարգսյանին և այդպես նա խեղդեց Անդրանիկ Մարգարյանին, նա այդ հատկությունը ունի գրկախառնությամբ խեղդելու ուդավներ են լինում, որոնք որ խեղդում են իր փոքրամարմին, ուրեմն տեսքին մի նայեք, ինքը որքան գետնի վերևն է, այնքան էլ տակին է, որ ժողովուրդն ասում։ Եվ հիմա այս պայմաններում նրանք եկել են ընդհանուր հայտարարի, որ Սերժը չի մասնակցում, բայց Սերժը մասնակցելու է տակից, ինքը չի մասնակցում եւ հիմնական, այսպես ասած, եւ ասեմ, որ իր չմասնակցելու պատճառը նաև այն է, որ Մոսկվայում իրան ասել են չմասնակցես, որովհետև հասկացել են, որ իր մասնակցությունը կարող է խանգարել հիմնական իրանց նպատակին, իսկ հիմնական նպատակը դա ապահովելն է Ռոբերտ Քոչարյանի հաջողությունը այս ընտրություններում։